Սաղմոս 88-րդ Օգնության աղերս Կորխի որդիների Սաղմոս Ով Տեր, իմ փրկության Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ քո առջև եմ, թող իմ աղոթքը գա քո առջև, խոնարհիր քո ականջը իմ աղաղակին, որովհետև իմ անձը լցվեց չարիքներով և կյանքս մոտեցավ դժոխքին։ Ես հավասարվեցի գերեզման իջնողներին, եղա այն մարդու պես, որ էլ ուժ չունի, թուլացածի պես եմ մեռելների մեջ, խոսվածների պես եմ, որոնք ընկած են գերեզմանում և որոնց այլևս չես հիշում, և քո ձեռքով դեն են գցված քո աչքից։ Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ, քո ցասումը հաստատվեց ինձ վրա և քո ալիքներով նեղացրիր ինձ։ Իմ ծանոթներին հեռացրիր ինձնից և ինձ գարշելի դարձրիր նրանց համար, փակված եմ և դուրս չեմ գալիս։ Աչքս մթնեց իմ խեղճությունից, Տեր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։ Միթե մեռելների համար պիտի հրաշքներ անես, միթե մահացածները պիտի վեր կենան և գոհանան քեզնից։ Միթե գերեզմանում պիտի պատմեն քո ողորմության մասին և քո ճշմարտության մասին կորստյան մեջ։ Միթե խավարի մեջ պիտի ճանաչվեն քո հրաշքները և քո արդարությունը մոռացության երկրում։ Բայց ես քեզ եմ աղաղակում, ով Տեր, և իմ աղոթքը վաղ առավոտից գալիս է դեպի քեզ։ Տեր, ինչու ես իմ անձը մերժում, երեսդ ծածկում ես ինձնից։ Ես աղքատ եմ և մեռնում եմ իմ մանկությունից, քո զարհուրանքը քաշեցի և կտրված է հույսս։ Քո ցասումն իջավ ինձ վրա, քո զարհուրանքները կորցնում են ինձ։ Նրանք ամեն օր ջրի նման շրջապատում են ինձ, միասին պաշարում են ինձ։ Դու հեռացրիր ինձնից բարեկամիս և մերձավորիս, իմ ծանոթները խավարի մեջ են։